Լավն է էլի մեր ֆուտբոլը։ Երևան ֆուտզալային ակումբը երրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։ Մենք ենք մեր ֆուտբոլի տաղավարում են ակումբի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը եւ ֆուտզալիստ եւ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միրան Դերմենջյանը։ Ողջույն պարոնայք։ Նախ չնայած շնորհավորում եմ նախ գավաթակիր դառնալու կապակցությամբ եւ չնայած վերջին տիտղոսանից այդ խաղով նվաճեցիք, բայց արդեն առաջնության եւս մեկ կարևոր խաղ տեղի ունեցավ, փլեյօֆի եզրափակիչի առաջին խաղը, հենց այդ խաղից սկսենք, Յունիսպորտի դեմ շատ թեժ խաղ էր, ես էլ ներկա էի ու մեծ բավականություն ստացա, կարծես խաղի սկիզբը մի քիչ դժվար էր Երևանի համար ստացվում, դուք որպես գլխավոր մարզիչ ինչ կասեք խաղի ընթացքի մասին։ Խաղը շատ դժվար սկսեց, կոպիտ սխալներ թույլ տվեցինք, որի պատճառով արդեն 2-0 պարտվում էինք, բայց հետո հենց Միրանի խփած գնդակը կրճատեցինք հաշիվը ու մի քիչ հեշտացավ արդեն խաղը։ Քանի որ ժամանակի բերումով չի ստացվում հաճախ մեր առաջնության խաղերին լինելը, առաջին տպավորություններս այսպիսին էին, կամ Երևանն էր, Երևանի մոտ ինչ-որ բան չէր ստացվում, ինչպես սովորաբար է ստացվում, կամ Յունիսպորտն էր շատ լավ խաղում, ի վերջո դրանցից որն էր, որ այդքան շատ լարված ու դաժան խաղ եղավ երկու թիմերի համար։ Նախ շնորհակալություն հրավերի համար, ինձ թվում է Յունիսպորտը արժանի մրցակից է, լավ հանդիպում էր, ճիշտ է դժվար սկսեցինք ու անցած խաղն էլ, գավաթի խաղն էլ էլի պարտվում էինք 5-1 հաշվով, բայց մեր պրոֆեսիոնալիզմի, տղաների նվիրվածության շնորհիվ կարողացանք լավ արդյունքի հասնել ու պետքա այդ երկրորդ խաղին մոռանանք այս ամեն ինչը, ինչ ոնց եղավ, ինչ եղավ այդ հաշիվը լրիվ պետքա մոռանալ ու պատրաստվել այս կարևոր երկրորդ խաղին Կիրակի օրը բոլորին հրավիրում եմ շատ գեղեցիկ ֆուտզալ նայելու։ Հիմա գավաթի խաղի մասին, երբ թիմը պարտվում էր 1-5 հաշվով, մի քանի րոպեում ամբողջությամբ կարողացաք պատկերը փոխել եւ արդեն առաջնության այս խաղի մասին, որտեղ 1 րոպե չէ մնում 2 գոլ խփեցիր։ Ինչպես է ստացվում Երևանին այդքան մեծ տարբերությունը շատ արագ մի քանի րոպեում կամ անգամ 1 րոպեում հետ բերել։ 5-1 խաղը նախ ասեմ, որ երբ որ մենք 5-րդ խաղացող մցրեցինք, 12 եւ ավել րոպե կար, ինչը ֆուտզալում շատ մեծ ժամանակ է, որ խաղը կարողանաս թեքես քո կողմ, որը որ մեզ ստացվեց, մեզ հաջողվեց այդ անել։ Իսկ դու որովհետև շատ մեծ դերակատարում ես ունեցել, որովհետև այդ գոլերի առյուծի բաժինը քոնն է, վերջին խաղում էլ 2 գոլերը վերջում, չնայած 3 գոլ խփեցիր, բայց որոշիչը երևի վերջին 2-ն է, որ խաղը տեղափոխվեց։ Դե իմ համար ու մեր թիմի տղաների համար խաղը վերջանում է այն ժամանակ, երբ որ մրցավարը սուլում է ու միջև վերջի վայրկյանը մենք կապ չունի ինչ հաշվով ենք պարտվում կամ հաղթում, մենք հանգստանում ենք այն ժամանակ, երբ որ մրցավարը սուլում է։ Այդ մեր մոտ մեր տղաների մոտ արդեն ավանդույթ է ու այդպես է պետք է լինի, դու հաղթանակ ես հասնում այն ժամանակ, երբ որ մրցավարը սուլում է ու էլի եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տղաներին ու մեր երկրպագուներին, որ իրանք միջև վերջի վայրկյանը հավատացել են մեզ ու իրանց շնորհիվ ավելի շատ, որ մենք կարողացանք այդ օրը հաղթել, որովհետև երբ որ դու քո աշկերի մեջ կրակը կա դաշտում ու նայում ես քո երկրպագուները ոնց են նույն կրակով քեզ երկրպագում, դու ուղղակի չես կարող դաշտում պարտվես։ Հիմա խոսենք նաև գավաթի եզրափակիչի մասին, Լոգիկոնին հաղթեցիք 12-1 հաշվով։ Այսքան մեծ է տարբերությունը Երևանի եւ Յունիսպորտի խաղամակարդակի առումով մյուս թիմերից, որ եզրափակիչում նման հաշիվ է գրանցվում։ Դե արդեն առաջնությունից էլ երևում էր, որ Յունիսպորտն ու Երևանը մի փոքր ավելի առաջ էին միավորներով։ Դա էլ արդեն եզրափակիչում էլի ցույց տվեց, որ օբյեկտիվ էր այդ ամեն ինչը։ Իսկ այդ կիսաեզրափակիչը ավելի դժվար ստացվեց, էլի Յունիսպորտի հետ էինք ընկել, հենց այդ 5-1-ից հետո, երբ որ հետ եկանք 6-5 հաղթեցինք,
եզրափակիչը ավելի հեշտ ստացվեց։ Ընդհանրապես մեր առաջնությունում երկրպագուների հոսքի ավելացում նկատում եք։ Դու քիչ առաջ խոսեցիր երկրպագուների մասին։ Երևանի եւ Յունիսպորտի միջև խաղային առումով շատ հետաքրքիր պայքար է։ Այդ նույնը կա երկրպագուների մեջ, թեժ մթնոլորտ կարողանում են ապահովել։ Ինձ թվում է, հա, ավելի շատ երկրպագու է հիմա գալի խաղադաշտ, դա էլ երևի հենց մեզանից է, այդ երկու թիմերից է, դե ինչքան շատ ես չեմպիոն դառնում, այնքան շատ են քեզ ուզում հաղթեն, ու ես այդ 3 խաղի ժամանակ զգում էի, իրանք էլ շատ երկրպագու ունեին, որ բայց ես դրանից ոչ կաշկանդվում եմ ու մեր թիմի տղաներն էլ ընդհանրապես դա մեզ չի խանգարում, էլ ավելի ինձ շատ դուր է գալի, որ ես դուրս եմ գալի դաշտ ու այդքան երկրպագու եմ տեսնում, իմ համար ավելի հաճելի է այդ խաղը։ Շատ ֆուտզալիստներ սկսում են ֆուտբոլով, պրոֆեսիոնալ կարիերան ֆուտբոլով են սկսում, հետո տեղափոխվում ֆուտզալ, դու էլ այդ ֆուտզալիստներից մեկն ես։ Ես շատ քիչ եմ հիշում, չնայած միշտ եմ հետևել հայկական ֆուտբոլում տեղի ունեցողին, քո խաղը իհարկե քիչ եմ հիշում, կպատմես ինչպես է սկսվել քո ֆուտբոլիստի կարիերան, ինչու թողեցիր ֆուտբոլը։ Ես միշտ խաղացել եմ ֆուտբոլ, դե ֆուտզալ չի եղել մանկապատանեկան, միշտ խաղացել եմ ֆուտբոլ, բայց շատ եմ սիրել ֆուտզալ, այսինքն զալում խաղալ, ուղղակի չի եղել հնարավորություն։ Խաղացել եմ Ալաշկերտի մանկապատանեկան ակումբում, դրանից հետո գնացել եմ ծառայության, չեմ ընդգրկվել ոչ մի հավաքականում, այդ պատճառով գնացել եմ ծառայությունից հետո արդեն եկել եմ նորից շարունակել եմ ելույթներս Վեստ Արմենիա ակումբում, Ալաշկերտում, հետո Վեստ Արմենիա ակումբում, առաջին խմբի առաջնությունն էի խաղում, հետո գնացել եմ Վեստ Արմենիա, 1 տարի խաղալուց հետո արդեն Զարգանյան խորհուրդը ինձ ասում էր, որ պետք է գաս ֆուտզալ, կոմոդ դա լավ կստացվի, ու իրան էլ իր օրդորներն էլ լսելով, ասենց ասած, ոնց որ արդեն Երևան ակումբներ ստեղծվում, ինձ հրավիրեցին ու մտածեցի, որ ավելի ես շատ եմ սիրել ֆուտզալը, մտածեցի սա է երևի իմ հնարավորությունը ու չեմ փոշմանում, որ եկել եմ ֆուտզալ։ Այսինքն դու ֆուտբոլից միանգամից տեղափոխվել ես ֆուտզալ, չի եղել այնպիսի ժամանակահատված, մինչև ֆուտզալ տեղափոխվելը, որ ծառայության եմ եղել։ Հա, ծառայության ես եղել, դա եղել։ Իսկ պարոն Միքայելյան, ինչ գնահատական կտակ դուք ֆուտբոլից ֆուտզալ անցման այս process-ին, ինչքանով է դա դրական ֆուտզալի համար, այս թեմայով նաև պարոն Ազարյանի հետ եմ մի քանի անգամ խոսել, ինքը միշտ կարևորում է ֆուտզալի դերը հետագայում ֆուտբոլիստների կարիերայի համար։ Հիմա մենք Հայաստանում առայժմ ունենք նման տենդենց, որ ֆուտբոլիստ տեղափոխվում են ֆուտզալ։ Ինչ կասեք սրա մասին եւ ինչքանով է ստացվում ադապտացիոն փուլ։ Ֆուտբոլից ֆուտզալը անցումը մի քիչ ավելի բարդ է, քանի որ ֆուտզալում ավելի արագ է պետք մտածել։ Ուղղակի այտենց մանկապատանեկան դպրոցները որ չկան այդ ֆուտզալի, հենց դա է խնդիրը, որ մենք երիտասարդներ չունենք, այդ պատճառով մեծ ֆուտբոլի տղաներով ենք փորձում այդ բացը լրացնել։ Իսկ ոնց որ նշեցիք, հենց ֆուտզալը մեծ ֆուտբոլին օգուտ է ինչի համար, որ ավելի արագ են ֆուտզալում մտածում ու արդեն մեծ ֆուտբոլ գնալու ժամանակ ավելի ծոր էպիզոդները ավելի մտածելու ժամանակը երկար է եւ ֆուտզալիստները ավելի հեշտ են խաղում մեծ դաշտում։ Ըստ ումա ավելի ոնց որ լավ է, երբ որ ֆուտզալից են տեղափոխվում մեծ ֆուտբոլ։ Ամենաթարմ օրինակներից մեկը ֆուտբոլից ֆուտզալ տեղափոխված Վրեժ Չիլոյանն է։ Նրա մոտ ինչպես է ստացվում ադապտացիան ֆուտզալ տեղափոխվելուց հետո գոհ նրա կատարած աշխատանքից։ Սկզբնական շրջանում մի քիչ ադապտացիան շատ վատ էր, բայց այս վերջի ամիսներին արդեն փորձում է հասկանում է խաղը ու արդեն դուք երեք տեսակ ինքը այս ամենածանր խաղին դաժե օգուտ էր տալի թիմին, ինչը ողջունելի է, ու մենք մտածում ենք, որ ինքը կարող է այս խաղը խաղալ։ Հայաստանի ազգային հավաքականում դուք Ռուբեն Նազարեթյանի մարզչական շտաբում եք, օգնականն եք, խոսենք մինչև բուն մարզչական այս փուլի մասին, ձեր անցած ճանապարհի մասին, որովհետև մեր հեռուստադիտողներից շատերը կարող է եւ այդքան տեղյակ չլինեն, դուք ինչպես եք սկսել ձեր պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան, հետո անցումը մարզչական աշխատանքին։ Ես ինչպես արդեն բոլորը, էլի մեծ ֆուտբոլ եմ խաղացել, հետո 2004 թվականին արդեն ֆուտզալ եմ տեղափոխվել,
Ու իմ մարզիչներից է եղել նաև Ռուբեն Նազարեթյանը։ Խաղացել եմ 2022 թվականին, երբ որ առաջի անգամ ֆուտզալի դասընթացներ եղավ։ Այդ առաջի ոնց որ մոդուլներով էր ինքը, ու առաջի մոդուլից հետո հենց Նազարեթյանի կողմից հրավերը եղավ, որ ես լինեմ իր օգնականը ազգային հավաքականում, ինչը ինձ ավելի ոգևորեց։ Իսկ միտեղ գլխավոր մարզչի օգնական, միտեղ գլխավոր մարզիչ շատ են տարբերությունները աշխատանքի մոտեցման առումով։ Ավելի պատասխանատու է, երբ որ դու գլխավոր մարզիչ ես, բայց ոչ պակաս պատասխանատու բան է լավ օգնական լինելը։ Ինչը գլխավոր մարզիչին ոնց որ ասած թևն է, ու պետքա, չգիտեմ, ավելի լավ անես, որ բացտեղ չթողես գլխավոր մարզիչի աշխատանքը, որ լինի իդեալական։ Միրան, Երևանում շատ են Հայաստանի հավաքականի ֆուտզալիստները, այդ թվում դու։ Այդ ամենը օգնում է խաղաղացվածությունը բարելավելու եւ այլնի տեսանկյունից հավաքականում համագործակցելու առումով։ Իհարկե օգնում է, մենք մեր 4 հոգով որ խաղում ենք թիմում, նույնիսկ խաղում ենք հավաքականում, ու այդ խաղաղացվածությունը, ինչպես ասացիք, շատ բարձր մակարդակի վրա բերում քեզ ու ավելի հեշտ է լինում հավաքականում խաղալը։ Եվ Յունիսպորտն էլ ձեր սկզբունքային մրցակիցը կրկին մի քանի ներկայացուցիչ ունի Հայաստանի հավաքականից, նրանց հետ ինչքանով է բարդ հավաքականում շատ մեծ նվաճման հասակ ու հիմա արդեն պարբերաբար շատ կարևոր խաղերում որպես մրցակիցներ է խաղում, այնտեղ նաև քո եղբայրն է։ Մամիկոն Դերմենջյանը, նաև դրա մասին խոսենք, շատ հետաքրքիր դրվագ է։ Ես իմ բնավորությամբ այնպիսի ֆուտբոլիստ եմ, որ եթե ես դաշտ եմ մտնում, չգիտեմ խաղերի ժամանակ է շատերը նկատած կլինեն, ես դաշտ եմ մտնում, իմ համար չկա եղբայր, ընկեր, խաղից հետո արդեն այդ վիճակը, ընկերական, աղբերական վիճակը արդեն sense նորմալ է, իմ համար բոլորը դաշտում հակառակորդ են։ Իսկ Յունիսպորտի ազգային հավաքականի ֆուտբոլիստները դե իմ համար խաղի ժամանակ արդեն դժվար է լինում, որովհետև մենք շատ բաներ անում ենք հավաքականում, իրանք մեր հետ են ու արդեն դաշտում որ ուզում ես այդ ամեն ինչ անել, ոնց որ sense մի քիչ դժվարացնում է քո գործը, որտեղ ոնց որ նրանք գիտեն ինչ ես ուզում անես, նրանք քեզ լավ ճանաչում են, բայց դա մեզ չխանգարեց երեկվա խաղում։ Ես մի դրվագ ֆիքսել եմ այս վերջին խաղից, երբ դու պետք է 6 մետրանոցը իրացնեիր, Համլետը Մանուկյան դարպասապային հուշում է, որ կողմից։ Ես այդ դրվագը նկատել եմ, երբ որ ես գնդակը վերցեցի, որ հարված եմ, Համլետը գնաց դարպասապային ինչ-որ բաներ ասում, ու ես ոնց ինքը ասում էր, այդտեղ է խփելու է, բայց որ ես տեսա իրանք իրար հետ խոսում են, ես եկավ հակառակ խփեցի ու գոլի եղինակ դարձա։ Իսկ եղբորդ մասին խաղերից առաջ քննարկում եք ինչ է տեղի ունենալու խաղադաշտում արդեն թե ամեն մեկը ձեր թիմով։ Չէ, խաղերից առաջ չենք խոսում իրար հետ, խաղերից հետո կարանք խոսանք, բայց խաղերից առաջ չենք խոսում ու դաշտում ընդհանրապես չենք խոսում, եթե դաշտում ինչ որ մեկը չիմանա, որ ինքը իմ եղբայրն է, ոչ մեկ չի իմանա։ Չի իմանա, չի կռել։ Հիմա Յունիսպորտի դեմ հաջորդ խաղի, որը կարող է որոշիչ լինել, եթե Երևանը հաղթի, պայքարը կվերջանա, եթե հաղթի Յունիսպորտի երրորդ խաղը չէ լինելու։ Ինչ խաղ ակնկալենք երկրորդ եզրափակիչից։ Նորից շատ հետաքրքիր ֆուտզալ է լինելու, արդեն նայել ենք անցած խաղը, վերլուծության հիման վրա շարժվում ենք առաջ ու ինձ թվում է ամեն ինչ լավ է լինելու։ Իդեպ ձեզ հետ ինչքան հնարավոր է շփվելով, նաև հավաքականում ձեր աշխատանքը տեսնելով, ինձ համար նաև մի քիչ անակնկալ էր, որպես գլխավոր մարզիչ շատ ուշադիր չէի հետևել տեխնիկական գոտում ձեր շատ էմոցիոնալ լինելը։ Օրինակ առօրյա կյանքում զարմանալի է պատկերացնել, որ դուք կարող եք այդպես էմոցիոնալ լինել։ Հեշտ է էմոցիաները կառավարելը խաղի ընթացքում։ Դե հենց այդ սուլիչը լինում է, ես լրիվ ուրիշ մարդ եմ, այդ սուլիչը հենց վերջանում է խաղը լրիվ ուրիշ, դա լրիվ նորմալ է, ինձ թվում է, այս մանավանդ էս ֆուտզալում, երբ որ ամեն վարքյան էպիզոդները փոխվում է, ուղղակի տենց հանգիստ կանգնել չի լինում։ Դրա համար ես իմ էմոցիաները տենց փորձում եմ
տենց ցույց տամ։ Ռմբարկուների պայքարի մասին դու եւ Համլետ Մանուկյան հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ շատ թեժ պայքարի մեջ եք, հիմա արդեն 3 գնդակի առավելություն ունես դու, քեզ համար սա մեծ կարևորություն ունի ռմբարկու դառնալը, թե կարևորը թիմը հաղթի, դա այդքան էլ կարևոր է։ Ինձ համար կարևորը միանշանակ չեմպիոնությունն է, թե ռմբարկու կլինեմ թե ոչ, դե արդեն հարցի երկրորդ կողմն է։ Ամենակարևորը պետքա չեմպիոն դառնանք, դա եթե ռմբարկու կդառնամ, շատ ուրախ կլինեմ դրա կապակցությամբ։ Չնայած դեռ այս մրցաշրջանը չի ավարտվել, միգուցե 2 խաղ դեռ կա, բայց ընդհանուր պատկերի մասին գոհացնում է ներկայիս մակարդակը կամ դրական տենդենսը ինչպիսին է առաջնության մակարդակի բարձրացման եւ ինչ սպասենք արդեն հաջորդ մրցաշրջանից, թե դեռ հստակ որևէ բան չկա հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ։ Նախ սկսեմ այս մրցաշրջանից, երբ որ Յունիսպորտը արդեն բարձրագույն խմբում է խաղում, նախ ուզում եմ շեշտեմ, որ շատ լավ թիմ են հավաքել, ունեն ուժեղ որակով լեգիոներներ, ունեն ներկայիս ու հին ազգային հավաքականի խաղացողներ, ովքեր ուղղակի եղանակ են ստեղծում պարկետի վրա։ Ու այդ թիմին հաղթելը երիտասարդներով, նախ նշեմ, որ Երևանն էլ ավելի կենտրոնացված է հենց երիտասարդներին, այո, երիտասարդ ու հայ ֆուտբոլիստներով հաջողության հասնել, ու երբ որ մենք կարողանում ենք այդ որակով տղաներին հաղթանակ տանել, ուրեմն մի բան ճիշտ է արվում ու ճիշտ ճանապարհի վրա ենք։ Իսկ առաջիկա մրցաշրջանում կախված է լինելու կրկին Հայաստանի չեմպիոն կդառնաք թե ոչ, ինչ է լինելու հաջորդ մրցաշրջանում, թե հստակ ռազմավարություն կա, անկախ ինչ արդյունք կլինի այստեղ վերջում, նույն ճանապարհով շարունակելու եք։ Միշտ թիմի առաջ դրված է եղել այդ չեմպիոն դառնալը, հենց դրա համար ենք աշխատում, իսկ չեմպիոն կդառնանք, կշարժվենք նույն ձևով առաջ, չենք դառնա էլի նույն ձևով կշարժվենք առաջ։ Թիմերի քանակի ավելացում սպասվում է, թե այստեղ էլ դեռ հստակություն չկա։ Ինձ թվում է կլինի այդ 8-ը, այս կավելանալու համար չեմ կարող ասեմ։ Ռաֆիկ Մելիքյանը մի որոշ ժամանակահատված խաղաց Ղազախստանում, օկտոբերում, հետո վերադարձավ։ Այս տարբերակին ուշադրություն դարձնում եք, օրինակ Միհրանը ունի առաջարկ կամ այլ խաղացողներ կամ ունենալու դեպքում Երևանը ընդառաջելու է, թույլ է տալու ավելի բարձրակարգ առաջացնում խաղալու, սրա հետ կապված ինչ դիրքորոշում ունի Երևան ակումբը։ Հենց Երևան ակումբը կոպիտ ասեմ աճացնում է, որ կարողանա ավելի բարձր մակարդակի ֆուտզալիստներ մատակարարի ազգային հավաքականին։ Իսկ եթե հիմա Միրանը գնա բարձր ավելի լավ առաջնություն, դա նշանակում է, որ հավաքականին ավելի օգուտ է տալու, իսկ Երևանը դրա դեմ ոչ մի բան չունի։ Իսկ կան տարբերակներ, թե դեռ այս բանին կա տարբերակ, առաջնությունից հետո երևի ավելի հստակ կիմանանք, այո։ Մի փոքր էլ Հայաստանի հավաքականից խոսենք, կրկին հետ գնանք, այնտեղ էլ դու շատ մեծ դերակատարում ես ունեցել, որ խաղներ։ Ղազախստանի դեմ արտագնա խաղն եմ շատ լավ հիշում, դա հաղթական գոլ, 2 գոլ խփեցիր, չէ՞, մեկը Իգիտային, ես գիտեմ այդ պատմությունը, դու նախ ավելի լավ հիմա կպատմես, ինչպես էիր ուսումնասիրել Իգիտայի այդ կողմը, որ նա կարող է սխալվել ու բռնեցիր սխալի։ Շատ եմ հետևում Ղազախստանի առաջնությունը եւ իր խաղերին միշտ ուշադիր էի լինում, միշտ նայում էի, որ իր մրցակիցներին ինքը ոնց ուզում խափում է դաշտում ու միշտ մտածում էի, որ շատ կուզեմ, որ ես իր դեմ մի հատ խաղամ, մի հատ գնամ իր վրա տեսնեմ ինձ ոնց է խափելու ու որ խաղադաշտ մտանք, տեսա, որ Իգիտան չի դարպասին, մի պատ տխրեցի, անկեղծ եմ ասում, որտեվ ես այդքան սպասել էի, որ իր դեմ պետք է խաղամ, բայց մի տեղ է ուրախացա, իրանց թիմի շատ կարևոր ֆուտբոլիստ էր։ Խաղի ժամանակ մի պահ, երբ որ տրիբունաները արդեն ահավոր գոռում էին, երբ որ Իգիտան դաշտ մտավ, ես չէի հասկացել, որ ինքը դաշտում է, այդ ժամանակ ես Պայստանի նստարանին էի, երբ որ տեսա, որ ինքը դաշտում է, արդեն ուրախացա, որ հեսա իմ կոպիտ ասած երազանքներից մեկն էր, որ իր դեմ խաղամ, որտեղ ինքը շատ ուժեղ ֆուտզալիստ է։ Աշխարհի լավագույն դարպասապաններից մեկը չի։ Երբ որ այդ առաջի գոլը խփեցի, շատ ուրախ էի, բայց թիմը դեպարտվում էր, երբ որ խաղադաշտ մտա ու
այդ էպիզոդը իմ երկրորդ գոլի արդեն երբ որ ինքը պաս ստացավ, արդեն ինչ չէր հետաքրքրում իմ դեմով Իգիտանա, չգիտեմ, ով ուզում էր լինել այդ բան, ես գնալու էի այդ գնդակին ու գնացի, գնդակը խլեցի, գոլի հեղինակ դարձա ու շատ կարևոր Ղազախստանում մեկ միավորը մեր համար շատ կարևոր էր, որովհետև շատ քիչ թմերի է հաջողվում Ղազախստանի հետ Ղազախստանում ոչ ոքի խաղալ։ Դե վերջին տարիներին ես եթե ճիշտ եմ հիշում Հայաստանի հավաքականի նման մրցակցի դեմ առաջին խաղն էր, որտեղ մենք ոչ ոքի խաղացինք։ Մինչև այդ նման ուժեղ մրցակցի հետ ոչ ոքի անգամ շատ կարևոր նոր ձևավորված այս հավաքական։ Շատ կարևոր մեկ միավոր էր, որը մեզ առաջի տեղի ուղղակի պարգևեց։ Այդ փուլում եզրափակիչի ուղղագիր նվաճելու ճանապարհին ո՞րն է եղել ամենահիշարժան խաղը կամ ամենահիշարժան պահը երկուսիդ համար։ Դե իմ համար Ղազախստանի արտագնախաղը, որտեղ այդտեղ երկու գոլի հեղինակ դարձա Միքայելյանի համար։ Ինձ թվում է բոլոր խաղերն իր կարևորությունն ու այդ հիշարժանությունը ունեն, բայց երևի քաղցր պահը հենց այն էր, որ մենք մեր երկրպագուների մոտ կարողացանք անցնել տնային հաղթանակը 2026։ Միրան, ֆուտբոլից ֆուտզալ անցման ժամանակ, բայց անկեղծ պատասխանիր, կպատկերացնեիր, որ այսպիսի մեծ հաջողությունների ես հասնելու եւ Հայաստանի հավաքականի հետ նման նվաճման։ Անկեղծ ասեմ, միշտ սիրել եմ ֆուտզալը, մոռացա շեշտեմ, երբ որ մեծ ֆուտբոլը արդեն իմ մոտ ստաբիլ չէր, արդեն խաղում էի, բայց նենց վիճակ էր, որ արդեն մի տեսակ հիասթափված էի, մի ընթացք կար, երևի մի 2-3 ամիս, որ ընդհանրապես չէի խաղում, ու այդ ժամանակ մասնակցեցինք ֆուտզալում բիզնես լիգա կար, այդ ժամանակ նոր էին ստեղծել Խորեն Զարգարյանն ու Ռուբեն Նազարեթյանը, առաջարկ ստացա խաղալ Խորեն Զարգյանից Ավան ֆուտզալային ակումբում, սիրողական մակարդակում, երբ որ խաղացի, Ռուբեն Նազարեթյանը տեսել էր իմ խաղը, եթե չեմ սխալվում 2015 կամ 16 թվականներ։ Երբ որ ինքը տեսել էր իմ խաղը, ինձ մեկ հավաքի են հրավիրել, երևի մի 6 օր հավաքին եղել եմ, ուղղակի այդ ժամանակ ավելի դժվար էր բանակի հարցը լուծելը եւ ոնց որ չստացվեց ինձ բանակից հետ տարեկետում տալ ու գնացի պարտադիր զինվորական ծառայություն։ Բայց Իհարկե նաև անակնկալ չասեմ, էլի ուղղակի օրինակ ով կպատկերացներ, որ Հայաստանի հավաքականը Ղազախստանին 2 խաղ անընդմեջ ոչ միայն չի պարտվելու, մի բան էլ հաղթելու է ուղղակի։ Մենք ունենք նպատակ խմբից դուրս գալու։ Ճիշտ է, առաջի տեղով եթե դուրս գայինք, շատ մեր համար լավ կլիներ, բայց մենք ավելի շատ մտածում ենք խմբից դուրս գալու։ Խաղերի տարբերակն էլ կար ի վերջո։ Ու շատ անակնկալներ, բայց Այ դեպ խոսակցություններ կան, որ Եվրոպայի առաջության վայրը կարող է փոխվել, Ղազախստան կարող է տեղափոխվել, ինչ որ նորություն ունեք այդ առումով։ Ղազախստան կամ Ֆրանսիա երկու տարբերակն է, այս բանի, բայց այսինքն հաստատ արդեն հստակ է, որ Լատվիայում եւ Լիտվայում դեռ ոչ մի չկա, բայց քննարկվում է։ Ու վերջում Երևան ֆուտզալային ակումբի նորաստեղծ ակադեմիայի մասին, պարզ է առաջին քայլերն է, դեռ հստակ շատ բան ասել հնարավոր չէ, բայց գոհացնում է երեխաների հետաքրքրվածությունը, ծնողների հետաքրքրվածությունը, ինչ կարող եք ասել այս բանով։ Երեխաների արդեն մի խումբ ունենք, այո, զանգում են, ուզում են ֆուտզալով զբաղվեն, ինձ թվում է դա ավելի շատացավ այդ հետաքրքրվածությունը հենց ազգային հավաքականի հաջող խաղերից հետո, ու էլի ունենք այդ մի խումբը, ինձ թվում է սրա վրա ավելի որ շատանա մեր ֆուտզալին միայն օգուտ կլինի։ Իսկ հավաքականը Եվրոպայի առաջնության այս նախապատրաստական հատվածում առաջիկայում երբ է պատրաստում հավաք անցկացնել, ինչ ընկերական խաղեր, ինչ հնարավոր է հիմա ասել իհարկե։ Մի քիչ հագեցած ալնելու գրաֆիկը ազգային հավաքականի սեպտեմբերին կլինի հավաք, նոյեմբերին, դեկտեմբերին, բայց այս պայն թիմերը հայտնի չեն թե ում հետ կխաղանք, դեկտեմբերին կա մրցաշար, երկու երկրներից մեկը պետք է որոշենք որտեղ հստակեցվի արդեն ինձ թվում է դա վերջին փուլը կլինի արդեն առաջնությունից առաջ։ Տուրնիրին մոտիկ էլ ինչ որ տենց։
Իսկ չնայած թերևս Ռուբեն Նազարեթյանը ավելի վստահ այս հարցին կպատասխանի ու պարզ է, որ դեռ վերջնական ոչինչ չկա, բայց նորեկներ սպասվում են հավաքականում։ Ես պարոն Նազարեթյանի հետ եմ խոսել, ասաց, որ դիտարկում ենք, կան տարբերակներ, ունենք ավելի մեծացնելու մեր հավաքականի ներուժի հնարավորություն։ Այո, ունենք նորեկներ, հավաքներին կհրավիրվեն, նաև ունենք ծանր վնասվածք Արսեն Պետրոսյանը, այս պահին արդեն մարզվում է ու առաջիկա հավաքին կլինի ու արդեն ինչքան շատ լինի ընտրության հնարավորությունը, այնքան ավելի լավ կազմով հանդես կգանք Եվրոյում։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար ու բնականաբար հաջողություններ եմ աղթում հետ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Այսքանը սիրելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ու կշարունակենք քննարկել հայկական ֆուտբոլի կարևորագույն իրադարձությունները։ Լավն է էլի մեր ֆուտբոլը։